17 համայնքի կտրամադրվի 1 միլիարդ 682 միլիոն դրամ 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար։ Սուբվենցիոն ծրագրերն է ներկայացվել ու համաֆինանսավորման որոշում է կայացվել այսօրվա կառավարության նիստում։ Արարատի մարզում 8 ծրագիր, Արմավիրի մարզում 6, Գեղարքունիքի մարզում 4 ծրագիր, Լոռու մարզում 1 ծրագիր, Կոտայքի մարզում 1 ծրագիր, Շիրակի մարզում 3 ծրագիր, Վայոց ձորի մարզում 1 ծրագիր եւ Տավուշի մարզում 3 ծրագիր։ Շիրակի մարզում Ամասիա բնակավայրի Բյուրական, Բանդիվան, Զորակերտ, Ծաղկուց, Շաղիկ, Աղվորիկ, Արեգնադեմ, Կտաշեն եւ Մեղրաշատ բնակավայրերի փողոցային լուսավորության անցկացում ավարտված են աշխատանքները, ընդհանուր առմամբ 11.7 կիլոմետր լուսավորության ցանց է կառուցվել, տեղադրվել է 391 հենասուն, 391 LED լուսատու։ Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում ավարտված են աշխատանքները, 1.8 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է հիմնանորոգ ասֆալտապատվել։ Արթիկ համայնքի թվով 12 բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցում Աշխատանքներն ավարտված են 16.7 կիլոմետր լուսավորության ցանց է կառուցվել 561 հենասյուն 561 LED լուսատու Քանի դեռ բոլոր քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի լինելու։ Թվայնացման անկյունաքարը ID քարտն է։ Այս մասին այսօրվա կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համընդհանուր հայտարարագիրը պարտադիր է բոլորի համար, առանց բացառության բոլորի համար։ Բոլորի թոշակառուների, ոչ թոշակառուների, աշխատողների, չաշխատող բոլորի համար պարտադիր է։ Այն տրամաբանությամբ, որ այնտեղ հիմա էլ կա հնարավորություն, եթե թվային չեք ուզում ներկայացնել, կարող եք ներկայացնել նաև թղթային տարբերակով, բայց քաղաքացիների 98%-ը ներկայացնում է թվային տարբերակով։ Ինչի, որովհետև գուցե նաև այն պատճառով, սա կարող է լինել պատճառներից մեկը, որ հայտարարագիր ներկայացնելու ժամկետը փետրվարն է, իսկ փետրվարին ցուրտ է, թվային եղանակով ներկայացնելու համար պետք է դուրս գալ, ինչ որ գործողություն անել եւ էս էլ հաջորդ գործոնը օրինակ մենք նաև խոսում էինք թվային որոշ պլատֆորմների գործարկման մասին օրինակ մեզ ներկայացվեց որ թվային պլատֆորմներից մեկի գործարկման առաջին ամիսներին առաջին շրջանում ասենք ենթադրենք հիմա ճշգրիտ չեմ ասի որ ամիսը կամ գուցե տարին օրը, այսինքն ընդամենը 600 օգտատեր էր օգտվում դրանից։ Այսինքն համակարգը ներդրվել է 600 օգտատեր է օգտվել դրանից։ Հիմա օգտվում է ըստ էության ամբողջ բնակչությունը, բայց 600 օգտատերոջ հետ կոմունիկացիա տեղի ունեցել։ Մարդիկ փորձարկել են, բողոքել են, դիմել են, արձագանք են տվել եւ այլն եւ քաղաքացիների արձագանքների հիման վրա լավարկվել այնքան մինչեւ դարձել է որ այսօր գործնականում այդ ծառայությունից այլ ամբողջ բնակչությունը օգտվում է դրանից եւ հետո հաջորդ մի հատ ուրիշ հանգամանք կա որ տեսեք մենք Էստոնիան աշխարհում առաջատար երկիրն է թվայնացման բնագավառում բայց երբ որ մենք ասում ենք վայ արդեն 2 կամ արդեն 7 կամ արդեն 5 տարի է բա թվայնացնում ենք բա ինչի թվայնացումը առաջ չի գնում նախ քանի դեռ բոլոր քաղաքացիները չունեն ID քարտ թվայնացում չի լինելու ինչ ուզում եք արեք այսինքն թվայնացման անկյունաքարը ID քարտն